Բա մենք չես ասում ես ժողովրդին հաշվորդ չես տալիս, բայց եթե նա նպատակները խաղաղ են, ինչի՞ է ծախսերը։ Ասում է բանակը չի անվտանգության երաշխավորը։ Ոչ ինքն է, հա, իր տեսքը, հա։ Լեգիտիմությունն է։ Հա։ Լեգիտիմությունը։ Բարձր լեգիտիմություն։ Այդ լոլոներով, հեքիաթներով ինչքան են գնալու։ Այս ժողովրդին կդարձել է կուրկուրիձակ։ Մեզ դարձել է վասալ ադրբեջանցիների։ Մենք երկրորդ ենք ադրբեջանցին մեզ։ Չեք տեսնում Դուշանբեում ոնց էին ձեռառում։ Հա։ Ձեռք էին առնում Լուկաշենկո։ Բոլորը սպասում են ինքը գա վրան մի հատ խժան։ Հա, այդպիսի տպավորություն է։ Բա ոնց։ Գնում է ասում ես Դուշանբե կամ նստում է քեզ Պուտինը հարցնում է ինչքան է մեր առևտուրը։ Դու թիվը նայի նոր գնայել, գիտես որ նա սիրում է հարցնի։ Ես չեմ ասում որ այդ բայց նա ինչի համար է հարցում, նա ուզում է ցույց տա, ասի ես չլինեմ, այս համագործակցությունը չլինի ԵԱՏՄ-ի։ Դու այս ցուցանիշները չէիր ունենա։ Հասկանալի է, բայց հասկանում ես որ կերտցնում է իրան Պուտինը։ Ցուցանիշը չգիտի։ Ինքն ասում է 4 միլիարդ, ասում է խալես ասում։ Ցուցանիշը նայի նոր գնա այնքեր։ Գրագիտություն ցույց տում եկիր, որ դու պետության ղեկավար ես։ Բայց դու պետության արտահանման ու ներմուծման պետք է ապրես ամեն օր։ Ամեն օր դու պետք է իմանաս ինչքան հարկ եկավ այդ օրը։ Դրել եք ինչ ադմինիստրատիվ ճնշում ասես չկա հարկերին, գալիս են ասում են այսքան հարկ պիտի տաս, չէ, գրում ենք 15 միլիոնից ավելի քեզ կձերբակալենք կտանենք։ Սես բան կարա։ Սես բան եղած կար։